Բարև բոլորին այստեղ այսօր շարունակում ենք խաղալ մեր սուպերմարկետ սիմուլյատոր խաղը, ինչպես միշտ մեր բոլոր ապրանքները զակաս եմ տվել եւ տեղավորել եմ, իսկ հիմա բացում ենք մեր խանութը։ Այսօր նաև մեր սուպերմարկետ սիմուլյատորի օբելերական 10-րդ սերիան է, որի արդիվ մեծ գնումներ են կատարելու։ Դեռևս գումար չունեմ, բայց մեր հաճախորդները եկան եւ եսա գումարները շատանալու է։ Այսօրվա մեր վիդեոյի համար գնելու ենք նոր լիցենզիաներ, բերելու ենք շամպուն եւ զուգարանի թուղթ, այսինքն տնտեսական իրեր։ Բացի այդ մեծացնելու ենք մեր խանութը արդեն 6-րդ ուռովեն ենք ասել, որի արժեքը $4400 է։ Իսկ հիմա ես զբաղվեմ իմ խանութով ապրանքները շատացնեմ, որ մեր հաճախորդները գան եւ ավելի շատ գնումներ կատարեն։ Ուժեղացնում ենք մեր վլեին եւ սերոշին, որ ավելի արագ սպասարկեն մարկանցը։ Տեղավորում ենք սոդաները, ալուրներ ենք տեղավորում։ Ինչքան շատ ենք ուժեղացնում մեր կասերչիկներին, այնքան ավելի արագ է վերջանում մեր խանութի ապրանքները։ Չոկոպայները տեղավորեցինք, վերջացավ։ Լուսը արդեն կարելի է միացնել։ Այդ լուսավորությունը գնահատեք, ժողովուրդ ջան։ Աչքս թարթեցի, արդեն խանութը սրբին տարան, $1300 գումար հավաքվեց։ Սպագետիներն են էլի վերջանում։ Արա այս ձունու կարակն է վերջացել, բայց դա ունենք, եսա կտեղավորենք։ Վերջացրեցինք մեր օրը եւ ընդհանուր աշխատել ենք $2300։ Գներն ա մի քիչ ընկեք, փոփոխում ենք գները, $4.4 առախեսիվ մաստան ենք վաճառում։ Ջրի գինն է իջե կդնենք $233 եւ սոդայի գինն է իջե կդնենք $260։ Առանց ժամանակ կորցնելու ինձ թվում է կանանք միանգամից առնենք նոր ապրանքները $750-ով։ Դրա հետ միասին առնում ենք մի հատ պոլկա, որ տեղավորենք տնտեսական իրերը։ Հորիզոնական դիրքով չտեղավորվեց, դրա համար այսպես եմ դնում։ Բոլոր տնտեսական ապրանքներից 2-2-ական գնեցի, որ ամբողջ ապրանքներից լինի։ Այս աման լվանալու հետ կապ ունի, չգիտեմ, երկու շարքով կշարենք այսպես։ Այս մեկը երևի շամպուրներն է արդեն։ Այս ապակի լվացող են փսիկներից է։ Այս ձեռքի օճառը կարանք ստեղ էլ դնենք։ Մի շարքով զուգանի թուղթն ենք շարում, այս մեծ է, երկու հատով է, լավ էս կդնենք ստեղ։ Ես էլ աման լվանալու տեղը, ես պետքա վերևը դրվեր, որ միասին առնեն հետո կդզեմ։ Ապրանքի գներն ենք որոշում, զուգանի թուղթը ես ինչ թանկ է, 15.41-ը, մենք կտնենք $15.6։ Ամանի եղուկը 4.73, կտնենք $4.90։ Ձեռքի օճառը 2.10-ը, կտնենք 2.30։ Ապակի լվանալու տեղը 3.5-ը, մենք կտնենք 3.3։ Շամպունը $6.6-ը, կտնենք $6.20։ Աման լվանալը 20.54-ը, կտնենք $27։ Բացում ենք մեր մարկետը եւ սպասում ենք մեր հաճախորդներին։ Անպայման վիդեոն սկզբից մինչև վերջը ստանեմ, որ տեսնես, թե ոնց ենք $4400 հավաքելու եւ մեծացնենք մեր խանութը։ Հələ նայեք հաճախորդները ինչ սրբին զուգարանի թուղթը մի հատ էլ ենք դնում։ Այս սամանի եղուկներից էլ են լավ տանում։ Չոկոներն ենք տեղավորում։ Կասիրչիկներին ենք ուժեղացնում, որ ավելի արագ մարկանցը սպասարկեն։ Երկրորդ տեսակի չոկոներից ենք պատվիրում։ Ձեթերն է վերջանում երկրորդ տեսակի։ Արա ես ինչ սրբել են սրբում զուգարանի թուղթը, հասկացանք, սա մի 10 պաշկա պատվիրեմ, որ ձեզի երիքի։ Զուգարանի թուղթ էսա, մի 5 հատ տվեք։ Էսա վերցրեք, շատ լինի, քիչ չլինի։ Ընթացքում կբերեմ ներս։ Խանութի լուսերն ենք միացնում։ Արա ես ինչ սրբել սրբին, ալուրները վերջացավ, սուսուներն ենք տեղավորում արդեն։ Այդ մեր կասիրչիկներին ենք արագացնում, ես ինչ հերթա գոյացես թե չեմ հասկանում, նորմալ աշխատեք։ Վերջացավ, արա էլի վերջացավ, ես ինչ են անում, արա։ Ամանի եղուկներն է վերջացել, ես կաթերն է վերջացել, մի րոպե, մի 5 հատ բերեք, չեմ հասցնում արդեն, ստեղ ինչ վիճակ է, ստեղ էլ է վերջացած վիճակ։ Ինչ արեցին խանութը, ոչ մի բան չհասցրի պատվիրեմ։ Նորից զուգարանի թուղթը տարան, ես էլ ենք տեղավորում, չգիտեմ ինչքան եմ ձգելու սենց։
Երկրորդ օրն էլ ենք վերջացնում, նույնպես աշխատել ենք $2200։ Վերջերոշան բոլոր ապրանքները բերեցի տեղավորեցի խանութում, իսկ հիմա բացվում նորից խանութը։ Միանգամից մեր հաճախորդները եկան եւ 3 հատ ապսեի, չգիտեմ, լվացող բան տարավ, ես էլ նույնպես 3 հատ տանում, միանգամից վերջանում է։ Հիմա այս փսցնող բանից է պետք է առնենք, որ տեղափոխենք, որ ավելի հեշտ ծախվի մեր ապրանքները, այսինքն ավելի լավ կլինի։ Սա դնենք ստեղ զապաս։ Մի հատ ուժեղացնում ենք մեր կասերչիկներին, այսօր որ լավ փող աշխատենք։ Միանգամից 2 հատ զուգարանի թուղթը տանում է, դնում ենք նորից։ Այս սահման լվացող բանից մի հատ է մնացել, արագ զակաս ենք տալում։ Այսինքն մի շարքով կլինի, որ քիչ վերջանա։ Արա ըստ են նոր ձեթերից չունենք, արագ զակաս տանք չվերջանա։ Արա ստեղ սխալ բան եմ արել, զուգարանի թուղթ չենք վաճառում հիմա։ Էսա լավ սրանից կառնեն նորից զուգարանի թուղթը կդնեմ։ Ապրանքներն եմ տեղավորում նորից, որոնք վերջացել է։ Ստեղ կարակներն է նույնպես վերջացել, տեսնենք կարակ ունենք թե ոչ։ Արագ հասցնենք, կարակ զակաս տանք, ինձ թվում է կհասցնեմ։ Всё զակաս տվեցինք։ Ուրա մեր կարակները, կարակ ունենք արդեն եկեք։ Էս աստեղի կարանք դնենք մեր զուգանի թուղթը, տարբերություն չկա։ Վերջացնում ենք նաև մեր 3-րդ օրից անգամ աշխատել ենք $1700։ Քանի որ գումարը քիչ է եւ ապրանքները գնելով ավելի է քշանում մեր գումարը, եթե չկարողանամ այս սերիայում մեծացնել մեր խանութը, ապա հաջորդ սերիայով անպայման կմեծանա։ Մի հատ նորից մեր բոլոր ապրանքներից զակաս ենք տալիս, որ մեր խանութը ֆուլ լինի։ Նորից ամբողջ ապրանքները բերեցի, տեղավորեցի, այնքան եմ բերել, որ ամբողջ պոլկաներում ապրանքները լցած է։ Բացում ենք մեր խանութը եւ սպասում ենք մեր կլիենտներին։ Այսօրը կլինի մեր վերջին օրը, բայց հաջորդ վիդեոում մենք մեծացնելու ենք մեր խանութը, ամենահավանականությամբ այստեղից է մեծանալու, որովհետեւ սրա կեսն է։ Քանի որ նկատում եմ այս մարդկանց անիմաստ եմ վերցրել, որովհետև ընդամենը մի հոգին է աշխատում, իսկ մյուսը պրոստը փող է ստանում, մեկ-մեկական կուղարկեմ հետ, մինչև մեր խանութը ամբողջովին մեծացնենք եւ կարիքը զգանք իրանց։ Մի հատ ուղորշիկին ենք հետ ուղարկում, մի հատ էլ ախրանիկն է գնում։ Այսինքն մեկ-մեկատով շատ տավա, թե չէ հենց ավելի շատ փող էի տալի։ Զուգարանի թուղթը ինչպես միշտ վերջացել է, տեղավորում ենք։ Ճարագացնում ենք մեր կասիրճիկներին։ Նորից վերջացավ, կեսը դնում ենք։ 2-3 պաշկա մենակ զուգարանի թուղթը գնում օրեկան երևի։ Սամանի եղուկն էր վերջացել։ Ալուրներն է վերջացել մի քիչ։ Նաև մոռացել եմ մեր բանկի վարկերը տամ, հեսա մուծում ենք ամբողջ վարկերը։
Ընդամենը մնաց 2 օր մուծենք եւ վերջացնենք մեր ամբողջ վարկերի պատմությունը։ Նորից վերջացավ, այս կեսն ենք բերում դնում։ Եվ մեր վերջին օրում աշխատեցինք արդեն $2600։ Ապրանքները ես նորից տեղավորելու եմ, խանութը հաջորդ սերիայում մեծանալու է, ստեղից է մեծանալու, իսկ դու անպայման լայքում ես վիդեոն, բաժանորդագրում ես ալիքին եւ միացնում ես զանգակը։